Արի ախորժակ։ Շնորհակալություն Աննա ջան։ Դուրա։ Այսօր ինչ-որ տոն է։ Չէ, ինչի՞։ Բավար տոն չես, Բեչենի կարակ ու ջեմին չես դեր սեղան։ Դե բանակում տենց ենք նշում տոները։ Գիտես չէ, իմ հետ էլա точно տենց դեպք պատահել։ Գնում էինք Ծաղկաձոր ձմեռային հավաքների, ավտոյից իջնելուց սղացի ընկա, ոնպես ջարդվեց։ Ահա Անուշ ջան, շատ նման դեպքեր։ Շատ։ Օբշի բարլուս բոլորին։ Անատական բարլուս իմ ընկերոջը։ Աբո դու նախաճաշ անում։ Նախաճաշ ես անում։ Բա ինչ հույրասիրեմ աղբորս։ Լավ, սպասի ես տարբերակներ ասեմ դու ընտրի։ Տարբերակ A ազնվամորի, տարբերակ E ելակ, տարբերակ H հապալաս ու տարբերակ M-ը մանգոցիրան։ Դե բոլորն են։ Բոլորն էլ ճիշտ պատասխաններ են։ Մամաս ասում այս մովեմբիկի յոգուրտները շվեցարական են։ Շվեցարացի կովերը հատուկ առողջ ու օգտակար խոտ են սնվում, որ մեր համար համով յոգուրտներ արտադրեն իրանց կաթից։ Իսկ դուք հասկանում եք ստեղ ինչա կատարվում։ Ճիշտն ասած ես շատ զարմացած եմ, որովհետև Ալբերտը երբեք այսքան սիրալիր ոչ ոքի հետ չի խոսում։ Մենակ մեկի հետ ասենք սիրալիր։ Կարող եմ մտածում դավոն մեկին է։ Կստացի մեգիցս ինչ կա, ինչի չի իշնում։ Մի հատ յոգուրտ էլ իրան հույրասիրեմ։ Մեկին տխուրա, առավոտը պատահական հեռախոսն է ջարդվել։ Պատահական, Անուշ դու դիտմամբ դա արեցիր։ Լավ եմ արել, բա 1000 անգամ ասել եմ այդ բուջիլիկի տուլուլույ ձենից ներվային անում եմ։ من خره میکنی هوکو شاتر بینن چی اوزون جنر نوی نرو گنکو کنوزونه تهانس نسک سالالا کمن نسستان لیکوید ماما ای بالا درسون تدانه ماما ای بالا دادار گربانه ماما ای بالا زیره هر بومه ماما ای همه Մեկս կարելի է։ Ասա Աբուլիկ։ Քո համար երկու հատ լավ նորություն ունեմ։ Աբո, ինձ հիմա մենակ մի լավ նորություն է պետք, որ գաս ասես, Մեգի ջան, ես էլ քեզ չեմ անհանգստացնի։ Չէ, դե տանունար է։ Առաջի լավ նորությունը։ Տեսա, որ չես եկել նախաճաշի, քո ամենասիրած բուչինոն եմ բերել սպասել։ Երկրորդն էլ իմացա նախաճաշի չգալուտ պատճառը ու որոշել եմ քեզ հեռախոս նվիրեմ։ Լավ չես Աբո։ Խես քո հին հեռախոսը ինձ նվիրում, կարողա գիտես տատը տեմ։ Բայց նորմալ աշխատում է մեգս։ Էսի զուտ նրա համար ասենք որ հաստես համասարան գրես հասա կյանքս, ասենք գաստում ասես տանն եմ կյանքս, ասենք խոսքի որ գնաս ավտոբուսում ուզենաս վճարես չկարնաս վճարես ես գամ վճարեմ։ Աբո ջան, կլինի նվերներից այդ մեկը վերցնես ու անհետանաս սենյակից։ Ոչինչ, այդ հիմա ես տենց ասում, որ ես անունս հայտնվի Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում, այդ ժամանակ կխոսեմ։ Աբո դու քեզ լսում ես։ Այդ որ գրիչով վերցնես այդ ցուցակում քո անունը գրես, դա դեռ չի նշանակում, որ հարստանալու ես։ Խնդա, խնդում է նա, ով վերջում է ծիծաղում։
Ամեն դեպքում ասեմ իմանաս էլի։ Շուտով ես իմ գործընկերոջ շինարար բարեգործ Աշոտ Զոհրաբյանի հետ սկսելու եմ մեր սեփական բիզնեսը։ Աբուլիկ, դու Աշոտ Զորաբյանին բացի հերոստացույցից ուրիշ որտեղ ես տեսել։ Ոնց։ Ընկերոջս հերն է։ Աբուլիկ, ինչ ես խոսում, դու ընկեր չունես։ Ոչ չունեմ։ Դավոնի մանկության ընկերն է։ Որ Դավոն։ Մեր բնակի Զոհրաբյան։ Կապ չունի է։ Ես գնացի։ Խառնեմ։ Այսինքն Դավոն Աշոտ Զորաբյանի տղեն է։ Բայց sense որ նայում եմ, համել սիմպաթիչնի է։ Էրիկ ջան, ըս Էլենա ուր է։ Դեռ չի եկել։ Իա, տղեկ, այս գրաֆիկը խառնել եք, մի ժամ շուտ եք եկել։ Ուրեմն մենք շուտ չենք եկել։ Երեք դու իր տեղը մի ժամ ավել ես կանգնել, ինքն էլ այսօր պետքա խոստացել էր որ շուտ գա։ Հա, լավ, ինձանից ավելի ուշադիր եք։ Դեռ չի եկել։ Մի քիչ սպասեք կգա։ Տղեկ, ինձ թվում է դուք իզուր եք եկել, Հելենը հաստատ իմ հետ անգերություն անելու։ Հետի չի, դե ստորին կրակ եմ դրել, կրակս էլ սրտիկ էլա։ Դե սաղին է սրտիկում է էլի։ Տղեկ, մի վիճեք էլի։ Ուզում եք գրած գանք, որ Էլենը այսօր ամենաուշը վաղը Էլենը իմ հետ կինո է գալու։ Ավելին ասեմ, վերջի շարքում է նստելու։ Ախպեր հա գրած եմ գալի, որ իմ հետ է գալու։ Ես էլ։ Ախպերս, ես պատահական ականջի ծերով ուշադիր լսեցի, թե դուք ինչ եք խոսում։ Եթե ուզում ես կարամ նենց անեմ, որ գրազը կրես։ Ու ո՞նց։ Դե օրինակ Էլենը քեզ վիդեո ուղարկի։ Հա ուզում եմ։ Դե որ ուզում ես։ Մի հատ անունդ գրի։ Ստե մի հատ 5000 դիր, որ ինտերնետից փաթեթը լիցքավոր է, վիդեոն քեզ ուղարկեմ։ Դու հանգիստ գնա, մի ժամից կգաս Էրենի հետ դեյթի։ Ախպերս, ես պատահական ականջի ծերով լսեցի, թե դուք ինչ եք խոսում։ Որը մի հատ նորմալ բիզնես գաղափար չկա այս TikTok-ում։ Հայերս բարև ձեզ, այսօրվանից մի քանի օրով գտնվելու եմ Հայաստանում ու պատրաստ եմ գնել հայկական որակյալ ապրանքներ, որպեսզի տանեմ Ֆրանսիա ու վաճառեմ մեր հայրենակիցներին։ Եթե դուք ունեք լավ որակով համով տնական ուտելիքներ, ամպելիքներ կամ պահածոներ, պատրաստ եմ գնել բարձր գներով։ Ներքևում թողնում եմ իմ հեռախոսը համարը, որպեսզի կապվեք իմ հետ։ Հադեմ անջան, որ մի քանի հատ զագատ պակասի դու շատ ես իմանալու։ Համել թող մեր ֆրանսիացի հայրենակիցներ իմանան, թե դու ինչ լավ կամպոտ, մուրապա ու մուժուժ ես սարքում։ Մերս։ Կոյրուն ջան, ստեղ ամեն ինչ կա։ Թաթու-մաթու շատ եմ սիրում։ Մուրաբա ջեմեղեն էլի շատ եմ սիրում։ Ստեղ էլ անդեղ են։ Չերեղեն մրեղ էլի շատ եմ սիրում։ Ոնց հասկացա դու ամեն ինչ սիրում ես։ Ճիշտն ասած այդքան էլ տես չի, մի հատ բան կա, որ այդքան էլ չեմ սիրում, բայց չեմ ասում, որ մամաս չնեղվի։ Ավելուկ։ Սրա համար դաժե փող չեմ հաշվել, բրատս, այնքանա ուզում եմ ազատվեմ։ Անտիրա, դե ես ամեն ինչը տանեմ հասցնեմ Ֆրանսիա, որ մեր հայրենակիցները կարողանան գան, Գև գրուպից գնեն ու ոչ միայն սրանք, այլ բոլոր հայկական լավագույն արտադրանքները։ Շատ լավ է, բրատս։ Մյուս անգամ էլ մամայս կասեմ ավելի շատ պահածոներ կսարքի, դու էլ ավելի շատ փողով արի։ Մի ֆուր փողով կգամ, որ մի ֆուր ապրանք տանեմ քեզանից։ Ջան, ախպեր ջան։
խնդրեմ, ձեր սառը թեյը։ Շնորհակալ եմ։ Մանր է սա։ Պատահական ձեր մանրը ընկավ, հեսա բանկան է։ Ոչինչ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, համեցեք։ Էրիկ, ես չեմ հասկանում, համարստանից տղաների են հեռացրել։ Չէ, ինչի։ Բա, ուր են, խիչ են գալիս հետևիցս։ Այդ, բա չգիտես ինչ ա եղել։ Այսօր սաղին հավաքել եմ, ասել եմ, եթե օրինակ ձեզ չայ, սուրճ, բանա պետ, եկեք վերցրեք ու գնացեք, ելին ինչ անհանգստացնեք էլ։ Լու, չենց տենց էլ ասել ես։ Իհարկե, իրականում ավելի կոպիտ բառերով եմ ասել, ուղղակի քեզ եթերային պատմեցի էլ։ Ոյ, նենց լավ ես արել, գիտես չէ, ուր գնում էի հետևիցս գալիս էին։ Աշխատանքից հետո ճանապարհում էին տուն, բակում սպասում էին ամբողջ գիշեր, որ հետո արթնանամ, ու էլի հետևիցս գան աշխատանքի։ Էլեն ջան, հանգիստ տեղի, էլ չի կրկնվի։ Լսի, Էլեն, մի բան էլի խնդրեմ, այս աղբորս երեխեն քո համար ուղղակի գժվում է, որ խնդրեմ մի հատ իր համար վիդեո կանես բարևես, կուրախանա շատ։ Լուրջ TikTok-ից վիդեոներն ա նայել։ Սաղ օրը քո պարած պարերը պարում է, որ բան ես անում, որ սենց ես անում։ Բումբայի հետ, հա, բումբայի որ բաներ ես, սաղ օրը բումբայի անում երեխան տանը։ Հա, այս բաները որ կրկ։ Սալամ, միացա։ Հա, կանես, հա։ Անունը ի՞նչ է։ Անունը Գրնո։ Բարև Գրնո ջան, ես քեզ շատ եմ սիրում ու շատ ուրախ եմ, որ ինձ հետևում ես։ Այս բաչիկները քեզ։ Ապրես Էլեն ջան, ապրես։ Մերսի շատ, երեխան շատ կուրախանա։ Մեկ էլ որ խնդրեմ, այս հոպարից թորը, այդ երեխան ցնդվում է քո համար, լուրջ եմ ասում։ Սաղ օրը պարում է քո պարերը։ Մի հատ էլ իրան վիդեո կանես, անունը Կռլե է։ Չեմ հասկանում, ես ինչքան շատ բարեկամի երեխա ունեք։ Գրել ես անունները, որ չմոռանաս։ Հա, բա ինչ եմ արել։ Դե գիտես, մեր Գերդաստանը շատ մեծ է։ Պապուս կոմը 10 երեխա էր, տատումս 7։ Ամբողջ Գերդաստանով քո TikTok-ի վրա են նստած լայքում են, կոմենտում են, պարում են տատին։ Կռլեն հիշում, հա։ Բարև Կռլե ջան, շատ ուրախ եմ, որ ինձ հետևում ես։ Ես էլ քեզ եմ սիրում։ Ապրես շատ։ Անուշ, ինչ ես անում։ Լսանում քնություն եմ հանձնում։ Բա ինչ ես միջանցքում։ Օրապա ես։ Բա որ ներսում լինեմ քնությունից չեմ ստանա։ Անուշ, որ խնդրեմ, կարաս շտանգի քարափեչիցը թափես ու նորմալ բացատրես։ Ես այսօր քնության եմ, բայց լավ չեմ պատրաստվել։ Ուղղակի կյանքում մանկավարժություն առարկայի դասախոսին չեմ տեսել։ Դրա համար խնդրել եմ, որ Աննան իմ փոխարեն մտնի քնության։ Լավ բան ես մտածել։ Գիտես, չէ, հաջորդ ժամին էլ ես եմ քնության։ Իրավունքի պատմություն առարկայից։ Բայց քոպես ոչ մի բան չեմ սովորել։ Հաստատ չեմ ստանալու։ Լավ բան չստացվեց։ Լսի, իսկ դու չես կարող քո փոխարեն մի հատ ուրիշ Աննա գտնես մտնի քնության։ Ոչ մի կերպ։ Ուղղակի իմի հիմա քնությանը, թե չկտայի քեզ։ Հա, Աննա, ինչ ստացա։ Լավ պատասխանեցի։ Շատ։ Սենց որ գնա կփոխվես անվճարի։ Օպրես։ Դե լավ, ես գնամ դասի։ Մի րոպե Աննա, որ խնդրեմ, կարաս մի հատ էլ մտնես քնության գերազանց ստանաս։ Հիմա որ առարկայից։ Ինչ որ պատմություն է, հաստատ կարաս, բայց իմը չի, այս անգամ որպես գոր պետք է մտնես։ Ես ո՞նց կարող եմ գորին փոխարինել Անուշ։ Մեկ այն չի ճանաչում։ Հասկացանք, որ չի ճանաչում գոր, բայց տղաներին ու աղջիկներին տարբերումը, չէ։ Եկեք գնանք թատերական ֆակուլտետ, քեզ կերպարանափոխենք։ Հա, բայց կստացվի։ Հա բա ոնց, ուսանողական գարնան ժամանակ ինձնից արջ էին ստացել։ Ոնց կարող է Աննայից գոր չստանան։ Գնացինք։ Դավջան, դասերդ լավ։ Լավ։ Մերսի։ Մեգի ջան։ Ջան։ Եթե իմ օգնության կարիքն ունենաս, հանգիստ կարաս դիմես, ցանկացած հարցով։ Շնորհակալ։
Յութրան։ Դավիթ, առաջարկում եմ միասին համալսարանով էքսկուրսիա անենք։ Ես քեզ ցույց կտամ լսարանները, դեկանատը, ուսխորհուրդը, իմ ննջարանը։ Բայց քո սենյակը ստեղ ինչ կապ ունի։ Դե մտածում եմ առանձին շփվենք, ծանոթանանք, միգուցե սիրահարվենք, ամուսնանանք, հետո միասին մեր մեղրամսի համար տուրեր գնայինք։ Կոկորտս չորացավ, ես մի հատ ջուր խմեմ ու գնամ, հա։ Միան հանգստացի ես կմաքրեմ։ Բայց չէ, Դավիթ ջան, բայց ես ինչ եմ այստեղ, ես կմաքրեմ։ Հիա, այս փաստորեն պոլիփետը տարին մի անգամ կրակում է, հա? Այս ինչի ես որոշել հատակը մաքրես։ Տիկին Սվետա, որոշեցի այսօր էլ ես մաքրություն անեմ։ Հա, շատ լավ բան ես մտածել, գիտես։ Հատակը վերջացնես, պատուհանները կմաքրես, հետո փոշիները կվերցնես։ Հա, մեկ էլ չուլանում ինչքան բանկա կա, փոշիները կվերցնես ու կդասավորես։ Տիկին Սվետա, ձեր չուլանը իդեալական մաքուր վիճակում է։ Ի՞նչն է մաքուր է? Փոշու մեջ կորացա։ Ասում եմ փոշիները կվերցնես, սարդոստայինները կմաքրես։ Սարդերին մատով չկպնես։ Սարդը հարստության նշան է։ Բայց լավ չեմ ճնշում։ Մամ, Ինչ է։ Աբոլիկ զանգի ոստիկանություն։ կարող եմ Սերժը շտապօգնություն, մամ։ Այդ տղա ասում եմ զանգի ոստիկանություն մեզ թալանել են։ Այ մամ ջան, երևի ուշադիր չես նայում, նա նորմալն է, երևի բանկայա բանա չես տենում որ դες դրել։ Աբոլիկ, զանգի ոստիկանություն թող գան մատնահետք վերցնեն, դրանց բռնեն ու ցմահ նստացնեն։ Մամ։ Մամ, կլերես ինձ, մամ։ Պետք է ոստիկանություն զանգել էդ ես եմ գողացել, մամ։ Ինչ է։ Այդ տղա ուզում էիր ուտեիր, կասեիր կտայիր։ Ինչ ես մենակ ամբողջ ձմեռվա պաշարը կերել, Աբոլիկ։ Մամ, չեմ կերել։ Այդ սաղ վաճառել են, որ մեկի բանին անային նվեր առեմ, մամ, անային։ Ինչքանով։ Թիվ 115,000 դրամ։ Այդ տղա 20 միլիոնի ապրանք կար, դու 115-ով ես վաճառել։ Ինչ էիր ուզում առնես։ Դե Աննայի հեռախոսը ջարդվել էր, ասացի մի հատ հեռախոս առնեմ։ Ար։ Կգնաս մոբայլ սենտրից մի կարգին հեռախոս կառնես այդ երեխու համար։ Ընդել կասես, որ Սվետի տղեն ես, թող քեզ կարգին հեռախոս տան, հասկացար։ Մերսի մերս։ Տուր այդ տղա։ Հլա իմ փողերը տուր։ Տուր գնամ միրգ ու բանջարեղեն առնեմ։ Սվետի չուլանը կյանքում չի կարա դատարկ լինի։ Մամ։ Ներող եմ ասում։ Կարելի է։ Մտեք։ Նստի։ Դու Գոր Վարդանյանն ես, չէ՞։ Ճիշտ այդպես։ Ոնց հասկանում եմ նոր ես զորացրվել։ Հա, ճիշտ այդպես։ Դե որ նոր ես զորացրվել, ես էլ հարգում եմ ծառայած տղաներին։ Այս անգամ քեզ ուղակի կնշանակեմ։ Դու ավելի լավա ծառայությունից պատմի, ես էլ եմ ծառայել, ուզում եմ կարոտս առնեմ։ Ընկեր Էնոքյան, բայց ես պատրաստվել եմ, կարամ ես անգամ պատասխանեմ։ Չէ, կարիք չկա, այս ուղակի միջանկյալ է, դու ավելի լավա ծառայությունից պատմի։
Որտեղ ես ծառայել։ Որտեղ եմ ծավ։ Բանակում։ Բանակում։ Որ զոր եմ ասում։ Զոր եմ ասում, հա։ Որ զոր, Վանաձորի։ Լուրջ։ Տուց։ Ընդուց։ Հետաքրքիր է, ես էլ եմ այնտեղ ծառայել։ Զամպալիտը դեռ Խաչատրյանն, հա։ Զամպալիտը, ես հիշեմ։ Հա, Խաչատրյանն է, շատ բարի մարդ է։ Զարմանալի է, մեր ժամանակ ամենախիսն էր։ Գիտեք ոնց է, ծառայության ընթացքում շատ փոխվեց ընկեր Էնոքյան։ Իսկ Սանչաստի Ալավերդյանից ինչ կա։ Ալավերդյանը, այս վերջերս ամուսնացավ գնաց Ամերիկա կնոջ հետ։ Ոնց կնոջ հետ։ Ալավերդյան Ռուզանը։ Շատ անհանգիստ եմ։ Վախենում եմ Աննայի մոտ չստացվի։ Մի անհանգստացի։ Աննան գիտես ինչ խելացի է։ Ավտոբուսով որ գնում ենք քաղաքում գովազդային վահանակ տեսնում, հասնում է սաղ վրի գրածը կարդա։ Աննա, ինչ եղավ։ Ստացա։ Չէ, որ լիկվիդ մնացիչ։ Վայ քարա, ես վերջի վերջն է։ Լավ էլի Աննա։ Ես էլ քեզ գովում էի։ Փաստորեն դու այդքան էլ խելոք չես։ Չանեմ անուր, դասախոսը հասկացավ, որ ես գոռը չեմ, աղջիկ եմ ու առավել եւս ծառայած չեմ։ Հա բայց ոնց։ Ես քեզ սա բացատրել էի։ Ուշեբքի 6 ամսվա կուրսը 5 րոպեին պատմել եմ։ Ոչինչ գոր պիտի վերահանձնես։ Բայց մի մտածի, ես քեզ կօգնեմ, կպարապենք կստանաս։ Պետք չի։ Քո պարապածից հետո քննությունը չստացավ էս տղեն։ Ես կպարապեմ հետը։ Շնորհակալ եմ, որ ինձ օգնեցիք, ավելի լավ է Դավիթը օգնի։ Էրիկ, ես եկա։ Ինչ լավ է եկարին։ Դե ես գնացի։ Ինչ բաղա։ Էրիկ, ես ինչու եմ ամբողջ թեավճարը վերցնում։ Բայց չպետք է կիսվեինք, որ ընդունվում է աշխատանքը ինձ տենց էիր ասել։ Հա, բայց այդ քոսմենի մասին եմ ասել։ Քոսմենի մասին խոսք չի եղել։ Բայց տենց արդար չի։ Լավ, ես հեսա կզանգեմ շեֆին ու կասեմ։ Էլ մի զանգի, էլ ես ուղղակի ես գումարը իմ բուժման համար եմ վերցնում։ Պիտի գնամ ապրես։ Պիտի գնամ արտասահման բուժվելու Եգիպտոս։ Մոտս Սուր Սալահի սինդրոմ են հայտնաբերել։ Կներես, չգիտի որ հիվանդ ես։ Հիվանդ է։ Բայց մի րոպե Եգիպտոսի չկլինի կակա։ Ինչ ես խոսում։ Գիտես ինչ 5 աստղանի all inclusive հիվանդանոցներ կան դե։ Լավ, Էլինջան, ես պիտի շուտ գնամ, ոնց որ ինքնաթիռս արդեն հասնում է, էլի ես արագ գնում։ Բարև ձեզ, ինչ կցանկանաք։ Դու պիտի ասես, Սիրուն ջան։ Մենք տենց բան չունենք։ Դե լավ, էլ մի ձև թափի։ Տեսել եմ ուղարկածդ վիդեոները։ Ինչ վիդեո։ Մի րոպե, բայց ես ինչ գործ ունի քո մոտ։ Բլը մի րոպե։ Կրնոջ ջան, գրազը դուք եք գրվել։ Էլենը ինձ էլ է վիդեո ուղարկի։ Ինձ էլ։ Հասկացա, դուք բոլորը Տերիկի բարեկամի երեխեքն եք։ Լավ, հասկացած թե ինչա կատարվում։ Ձեզանց էլ է գումար վերցրել։ Հա։ Էլեն ջան, իսկ Երիկը ուր է։ Հենց նոր դուրս եկավ, գնաց Եգիպտոս, բուժման նպատակով, բայց որ շուտ դուրս գաք կհասցնեք հետևից։ Գնացի։ Ես դու ստեղ ես, բայց չես գնացել։ Չէ, բայց ինչքան հնարավոր է շուտ պիտի գնամ։ Դե ուրեմն հենց հիմա թեավճարը հետս կիսվում ես, թե չէ տղաներին կասեմ որտեղ ես։
Այն 5000-ը։ Դավս, սաղ պլանավորել եմ։ Նենց անգերս ես դրա համար եմ կիսվում, էլի։ Ուրեմն այս տան վրա 4 հար գցում ենք, շենք ենք սարքում ու վարձով տալիս ենք։ Այն տներում, որտեղ աղջիկներն են ապրում, կամերաներ ենք դնում, որ այս սենյակից հետևեմ, էլի իրանց։ Անվտանգության պահերով, էլի։ Ու այս ամեն ինչը 50-50 կիսվում ենք։ Ավել ճիշտ միտքը իմն է 60-50։ Բա ես ինչ պիտի անեմ։ Ոչինչ բան։ Ուղղակի պապայիդ ասես մեզ ես հարցավ մի քիչ օգնի էլի։ Ինչով։ Փող։ Հայաստանի ամենախամած խոշոր շինարարել ինչով մեզ պիտի օգնի։ Չէ, ապո ես չեմ կարող պապային տենց բան խնդրեմ։ Ախր մենք պայմանավորվել ենք, որ ես ամեն ինչին պիտի հասնեմ իմ ուժերով։ Ահա դու ինչև ինքնուրույն սովոր ես, աշխատես, այս կամ այն կամ մեկից ուրիշ հետ կամուսնանա։ Ես չեմ հասկանում, Դավ ջան, դու չես ուզում ես ու մեկից երջանիկ լինեմ։ Չէ, ուզում եմ, բայց Դավ։ Զբաղված ես։ Չէ, ոնց տեսնում ես, հենց հիմա ես աշխարհի ամենաազատ մարդն եմ։ Լսի, կարաս ինձ օգնես քննությանը պատրաստվեմ։ Լիկվիդ է մնացել։ Հա, ոչ մի խնդիր։ Ես հարցում որ առարկայից։ Կյանքում լինում են պահեր, երբ պետք է թողնել բոլոր կասկածները եւ լսել սրտի ձայնին։ Ես երկար եմ մտածել ու հասկացել, որ մեր հանդիպումը պատահական չէր։ Ուզում եմ այս երեկո անցկացնել միայն քեզ հետ հեռու բոլորի աչքից։ Սպասում եմ քեզ իմ սենյակում, մի ուշացիր։ Քո մեկի։ Գալիս եմ։ Օյ, ապուլիկ, սիրուն աղբեր, ապուլիկ, օյ, ապուլիկ, մամայի բալա, ապուլիկ, Նամակս տեսար։ Գիտես ինչ եմ ուզում։ Ուզում եմ ամուսնանամ քո հետ ու ապրեմ երկար եւ երջանիկ Մալդիվներում։ Ես էլ։ Բայց մամայից պետք է հարցնեմ։ Աբուլիկ, ինչ ես անում ստեղ։ Դու ես ինձ կանչել։ Համել քեզ հեռախոս եմ բերել մեկս, որ ինձ նամակ չգրես, թե չէ քո նամակներից գլուխս ցավում է։ Ես էլ քո համար նվեր ունեմ, Աբուլիկ։ Մեկս քեզ սենց տենալը իմ համար արդեն նվեր է։ Կիսաչոր շամպայն քո կիսաչոր գլխի համար։ Սվետս, ընդունել աշխատանքս։ Ընդունելի լինի, Ժորիկ ջան, քո աշխատանքը ստուգելու կարիք չունի։ Բայց կուզես միասին մտնենք, ներսից դուռը փակենք ու միասին էլ ստուգենք։ Ո՞րտեղ դու խայտարակ չես։ Մամ, ես մեկին ասել ուզում եմ շամպանսկին գլխովս բացի։ Լացածկվեք մի հատ։ Այ տղա, ես քեզ քանի անգամ եմ ասել, ես տակլորան դաստիարակի հետ գործ չունես։ Տիկի Սվետա, եթե ուզում եք ճիշտ իմանաք, ես ձեր հագնված անդաստիրակը ինձ հեռախոս էր նվեր բերել ու ուզում էր ձերքերին ազատություն տար։ Հաստորեն դու ռիսկ ես արել մի օրվա մեջ ինձ 2 անգամ խաբես։ Վայ լավ չեմ։ Մամ։ Վայ լավ չեմ դժում ես։ Երեխեք մամաս լավ չի։ Վայ ոտը չի հերիքում։ Մամա այս ոտը չի հերիքում, յա թեկեքիա։ Տիկի Սվետա։ Հրավի եմ է։ Անցեք ձեր սենակները։
Սվետայից օթապետ կոտ, ես կմուժեմ։ Սվետս, կուզես մի հատ սառը արհեստական շնչառություն առաջարկեմ։ Ուզում ես, հա՞։